Ես իմ կյանքի վրա հենց խաչ քաշեցի հենց այդտեղ։ Դավիթին առաջարկեցի ձորը թռնենք։ Մեր ձեռքերը կապած էր այդ ժամանակ, ասի, որ ես Բաքու չեմ գնալու։ Էջիս հազարավոր ադրբեջանցիներ են հետևում, եթե ոչ միլիոնավոր։ 2 ամիս ու կես ինձ հավաստիացնում են, որ ես անեք կորած եմ, որ ոնց ուզեն իմ հետ կվարվեն։ Էլոմ այլևս նեղացել էր ինձանից, հենց ինձ ուղիղ ասում էին, որ մեր շեֆը, մեր երկրի ղեկավարը, ասենք ցույց տալով, քեզանից նեղացել է, որովհետև Քելբաջարում տեսանյութ է սարել։ Ինձ ստիպում էին, որ կորայինք, Ղարաբաղ Ադրբեջան։ Կինս նույնիսկ դիմել է օգնությամբ այն մարդկանց, ովքեր որ հիմա այնտեղ են, բայց այդ մարդիկ չեն ընդունել կնոջս։ Ի վերջո դուք ում մարդն եք։ Բայց ես պարոն Սուջյան, շնորհակալ եմ ձեր խիտ գրաֆիկից մեր ժամանակ տրամադրելու եւ այսչափ կարեւոր եւ էմոցիոնալ թեմայի շուրջ պատրաստակամություն հայտնելու, մեր հարցերին պատասխանելու համար։ Պարոն Սուջյան, թերևս դուք այն գերեվարված տղաներից էիք, ով գիտեր ուր է գնում, որտեղ է օգնություն տանում, գանք սկզբից, ինչպես եղավ, որ դուք գերեվարվեցիք։ Շնորհակալ եմ հարցի համար, շնորհակալ եմ հրավերքի համար, Լիլիանա ջան, շատ հաճելի է։ Ուրեմն նախ ուզում եմ, որ մի հստակեցում մտցնենք, գերեվարվում են զինվորները պատերազմի ժամանակ զենքով, ես զինվորական չեմ եղել, ինձ ուղղակի գողացել են, ես պատանդ եմ եղել, պատանդի կարգավիճակով, հանրությունը որ հստակ իմանա, պատանդը դա քաղաքացիական մարդիկ են, ովքեր որ անզեն են։ Հիմա ես ամբողջ պատերազմի ընթացքում, քանի որ ունեմ բարեգործական հասարակական կազմակերպություն 18 թվականից միշտ աջակցել եմ իմ պետությանը, մեր ժողովրդին, համարել եմ դա իմ պարտքը։ Ինչպես այսօր։ Ու պատերազմի ժամանակ ամբողջ 44 օրը 24 ժամյա ռեժիմով մենք աշխատել ենք մեր Արցախի ժողովրդին, մեր հայրենակիցներին օգնելու համար։ Ու այդ ժամանակ ես մտածում էի, միշտ էլ մտածել եմ, իմացել եմ, որ վտանգ լինելու է, որովհետև երբ որ գնում ես պատերազմի դաշտ, օգնելու հատկապես նման իրավիճակում։ Այո, հայրենակիցներին դուրս բերելու, մարդկանց տարանելու, որովհետև ռմբակոծություններ ու ամեն այդ շարժը զինվորական պատերազմի դաշտում միշտ էլ վտանգներ շատ են եղել։ Ես վտանգները հաշվի առնելով ես արել եմ իմ գործը, արել եմ հայրենանվեր գործ ու հրադադարից հետո, պայմանագիրի ստորագրումից հետո ես մեկ օր սպասեցի, որպեսզի տեսնենք, հասկանանք ինչ տեղաշարժ է լինելու, հստակեցվեն այդ սահմանները, որպեսզի մինիմիզացվեն էլի այդ վտանգները։ Ու նոյեմբերի 10-ին արդեն, որ շատ էին զանգերը մեր Ղարաբաղի հայրենակիցների կողմից Արցախի, զանգարում էին, որպեսզի դուրս էին ուզում գալ։ Ես արդեն խոսել էի ավտոբուսների հետ, որպեսզի իջնեմ Ստեփանակերտ ու երբ որ արդեն ամեն ինչ նորմալ լինի, զանգահարեմ, մեքենաները գան։ Նոյեմբերի 11-ին որոշեցի, 10-ի երեկոյան որոշեցի, որ 11-ին պետքա գնամ։ 11-ին Դավիթի հետ իմ օգնականն է, իմ ընկերը, ամբողջ ընթացքում իմ հետ ա եղել։ Չնայած որ ես միշտ բոլորին փորձել եմ հետ պահել այդ ճանապարհից, որովհետև վտանգավոր է եղել ու ինքը միջով վերջ ասաց քո հետ եմ, եկավ հետս։ Եկանք Գորիս, Գորիսը, որ արդեն Գորիսը գործոնում է, սկսվում է Լաչինի միջանցքը։ Լաչինի միջանցքում ռուսական խաղապաներն էին տեղակայված։ Մեր մեքենան ստուգեցին, երևի 4 անգամ հարցրեցի, որպեսզի համոզվեմ արդյոք ադրբեջանական զինծառայողները ճանապարհին տեղակայված չեն, ինչ որ արգելանք կա, չկա, հստակ պատասխանեցին, որ իրենց վերահսկողության տակ է ճանապարհը գտնվում։ Ես նույնիսկ ստուգելու համար, նորից հավաստիանալու համար, որ ամեն ինչ կարգավորված է, հարցրեցի Շուշի Ստեփանակերտ իջնող ճանապարհը, որ ճամփաբաժանն է։
որովհետև իրանք որ Շուշինը արդեն վերցրել էին, իմ համար վտանգ կար, որ այդտեղից կարան իշտան այդ ճանապարհը փակեն։ Հարցրեցի այդ ճանապարհի հետ կապված, հավաստիացրեցին, որ ամեն ինչ կարգին է, իրենց վերահսկողության տակ է։ Եվ որ անվտանգ կարող եք անցնել։ Այո։ Իրենցից հետո 1 կիլոմետր մոտարապես անցնելուց հետո տեսա մեծ ճիպոտի վրա իրենց դրոշ, ադրբեջանական դրոշներ։ Կանգնա մոտ 20 մետր հեռավորություն էր դրոշի եւ իմ միջը, որովհետեւ Պերևալ էր, այդ Պերևալը շրջադարձը կատարելուց չէի տեսել։ Եթե շրջադարձ չանեի, այսինքն ոնց որ ծախր ճանապարհը տանում, չէի տենալու այդ դրոշը։ Ու երբ որ արդեն շրջվեցի, ծախ տեսա կանգնա միանգամից ու տեսա հենց միանգամից այդ դրոշի մոտ դե մի կողմը Լաչինի Միչանսկ, մի կողմը Ձորա, մի կողմը Սարա։ Այդ Սարի տակ արդեն Opel Zafira էր հայկական համարներով կանգնած։ Հայկական համարները ինձ մտածելու տեղիք տվեցին, որ երևի մեր հայերից է, հայրենակիցներից են, փչացել է մեքենան եւ այլն կանգնել են։ Ասեցի մի քիչ էլ մոտիկանամ, բայց տարածություն թողնեմ շրջադարձ կատարելու համար էլի, ինչ ասես կարա լինի այդ դրոշը ինձ ոնց որ մոտս առաջացրեց, հա, ահազանգ էր, որ մի բան այն չի։ Բայց մտածեցի միգուցե այս դրոշը եղել է նախորդ օրը, որ ռուս խաղաղապահներն եկել են, արդեն իրենք հետ են գնացել, դրոշը մնացել է։ Բայց որոշեցի իջնել մի քիչ։ Մի 5 մետր մոտարապես արդեն մնում էր իմ Opel Zafira-ի միջանկյալ տարածքը 4 ավտոմատներով ադրբեջանի զինծառայողներ դուրս եկան մեքենայից։ Հայկական պետհամարիչներով մեքենայից։ Հա, դուրս եկան ու թմբից մոտ մի 60 հոգի իջան մեր մեքենայի հետևը, փակեցին։ Ու ձորից եւս մոտարպես 1 վաշտ, մի 70 հոգի, 60-70 զինծառայող ադրբեջանի շրջապատեցին մեր մեքենան, բայց ես չիջա մեքենայից, ապակինի չցրեցի մեքենայի, ցույց տվեցի վկայական կազմակերպության բեյջը, ասել որ կազմակերպությունն է, եթե թույլ չեն տալուս անցնելու, մենք շրջադարձ կատարենք, հետ գնանք։ Որովհետև ռուս խաղաղապահները ասել են, որ չպետք է այստեղ լինեն։ Ասացին, չէ, դուրս արի մեքենայից, կապնվեցին, խոսացին, ինչ-որ բան, դուրս հանեցին մեքենայից ու այդպես ավարտվեց մեր այսպես ասած ազատ կյանքը այդ օրվանից մինչ 2026 թվականի հունվարի 14-ը։ Պատանդարված էիք 5 տարի, 2 ամիս, 3 օր եւ այդ ընթացքում ինչերի միջով եք անցել։ Բնականաբար ամենադժոխային պայմաններից սկսած է անցել եք եւ գուցե մեզ համար, շարքային քաղաքացիներից համար անհնար է պատկերացնել այն ինչի միջով անցել եք, բայց կուզենամ, որպեսզի ձեր կերպարը ավելի այսպես ընկալելի դարձնելու համար ուզում եմ խոսենք նաեւ այդ տարիների ընթացքում ձեր անցած ճանապարհի մասին եւ թե ինչպես կարողացաք հաղթահարել այդ դժոխային ճանապարհը։ Շատ կարևոր բան ինձ օգնեց։ Նախ ասեմ, որ երբ ինձ պատանդար արեցին, վերցրեցին անօրինաբար, իմ մեջ մի զգացմունք առաջացավ, որ այս ամբողջ պատերազմի ընթացքում հազարավոր տղաներ են զոհվել, հազարավոր կյանքեր կործանվել, անհայտ կորածներ, զոհվածներ, վիրավորներ, ինչով է մեզ իրանցից առավել։ Ես էլ մեկն եմ եղել, ով որ հայրենիքի համար կյանքը տվեց։ Ու մտածի, որ ես իմ կյանքը այս սրանով վերջացավ, ավարտվեց։ Ես իմ կյանքի վրա հենց խաչ քաշեցի հենց այդտեղ։ Ուզում էի Դավիթին առաջարկեցի ձորը թռնենք։ Մեր ձեռքերը կապած էր այդ ժամանակ, ասի, որ ես Բաքու չեմ գնալու, որովհետև Իլհամ Ալիևի կերպարը ճանաչելով, լավ ուսումնասիրել եմ այդ ամբողջ ընթացքում, ով ինչ է Իրանից ներկայացնում։ Իր կերպարը ես բացահայտ ուզում եմ ասեմ, որ ամբողջ հայազնը լիմանա, ադրբեջանցիներն լիմանան, քանի որ էջից հազարավոր ադրբեջանցիներ են հետևում, եթե ոչ միլիոնավոր, որովհետև հենց մի հատ գրառում է կատարվում
ընդդեմ իրենց անօրինությունների, ես չեմ ասում ազգի, Ադրբեջանի ազգին ես չեմ կապնում, ոչ մեկ իրավունք չունի ընդհանուր ազգին բան ասելու, ես հենց իրենց կառավարության մասն եմ խոսում։ Միանգամից ոնց որ փորձում են հակահարված տալ, բայց ճիշտը մնում է ճիշտ, չեն կարող իրանք ինձ հակահարված տան ոչ մի կերպ։ Ուղղակի դա իրենց Ալևի, այսպես ասած, բնավորությունն է, էլի, ասում է իրանք այն որ հակադարձում են հարձակման միջոցով, ասում է, եթե նույնիսկ ճիշտ են, դիմացինը ճիշտ է, դու ավելի բարձր պետք է բղավես, գոռաս, որ իրանք ճիշտը դու ճնշես, էլի։ Ես իրանց բնավորությունը շատ լավ, որ անցալել եմ, գիտեմ ինչ են մտածում, ինչ են անում։ Ալիևի կերպար իմ համար ինքը նացիստ է, ահա որ նացիստ, ինքը ատում է հայ ազգին։ Ես դա հստակ կարող եմ նշել, որովհետև ամբողջ ընթացքում ինչ ես գտնվել եմ այդտեղ, ես մի անգամ չլսեցի իրենց հեռուստաընկերություններից, չգիտեմ, բլոգերներից, հենց իրենից, Ալիևից ու իր կառավարության անդամներից, որ ասեին, որ ինչ եղել է կարանք մոռանանք, հաշտության ենք գնում վերջապես, ոչ ամեն օր մեզ ահաբեկիչներ էին կոչում մեր ազգին, մեր ազգը նացիստ է, իսլամաֆոբ է, իրենք կապում են, ասենք իրենց հետ, սենց եմ բնորոշում ես, եթե իրանք մահմեդականներ են, իսլամ են ընդունում, կրոն է իրանց իսլամն է, պետական չէ, բայց իրանք պետական կրոն չունեն, ասեմ պետական կրոն չունեն իրանք, ես իրենց գրքում եմ էդի կարդացել, ուրեմն 100 հարցեր եւ պատասխաններ, այդպես է կոչվում գիրքը, եթե մարդիկ կլինեն, որ կասեն որտեղից գիտես, ասեմ 100 ответов из 100 вопросов, հենց ռուսերեն գիրք է, որ գրված է, որ պետական որպես կրոն չունի Ադրբեջանը։ Հա, ամենայն դեպս իրանք համարում են պետական Ադրբեջանը որպես մահմեդական իսլամական պետություն, ուրեմն իրանք ասում են իսլամաֆոբ մեզ։ Այսինքն, եթե մենք Ադրբեջանի կառավարությանը չենք սիրում, իրենց գործողություններին տալիս ենք պատասխան, իսլամը Ադրբեջանից է դուրս եկել, որ մենք իրան չսիրելով դառնում ենք իսլամաֆոբ։ Մենք ունենք Իրանի հետ շատ բարեկամական ու շատ լավ հարաբերություններ, մեր բարեկամ պետությունն է, ու բոլոր պետությունների հետ կապ չունի իսլամը, քրիստոնյա, մենք չենք տարանջատում, կրոնական հայացքներ չունենք։ Համենայն դեպս, դա Իլհամ Ալիևի կառավարության հոխորտանքն է մեր դեմ։ Իսկ ինչ մնում է նրան, թե ոնց եմ ես դիմացել ամբողջ ընթացքում, իմ հայրենասիրությունն է ինձ պահել։ Ես չեմ հանձնվել ու մտածել եմ, որ երբ արդեն ինձ դատեցին, ես պետք է ամեն ինչ անեմ, դուրս գամ, դիմակայեմ ու արտարությունը պետք է վերականգնվի։ Պարոն Սուջան, ինչպիսին էին պահման պայմանները մինչ արդեն դատավճիռ կայացնելը եւ դատավճիռից առաջ, քանի որ շատ տղաներ, գերեվարված տղաներ նշում են, որ ի սկզբանե շատ դաժան պայմաններ են նրանց տրվել, սակայն հետագայում արդեն որոշակի այսպես պայմանները բարելավել են ճակերտավոր։ Դուք ինչ պայմաններում եք։ Սկզբից շատ վատ է եղել, այնքան վատ է եղել, որ 2 ամիս ու կես ինձ հավաստիացնում են, որ ես անեք կորած եմ, որ ոնց ուզեն իմ հետ կվարվեն։ Դա հոգեբանորեն մարդուն կոտրելու ամենածայրահեղ, ամենավերջի բանն է, ու նաև եվրոպական օրենքների մարդու իրավունքների պաշտպանության Ժնևյան կոնվենցիայի համաձայն ասում է, որ մարդուն չպետք է պահել մենախցում։ Մենախցում պահելը դա ավելի դաժան է, քան ֆիզիկական բռնության ենթարկելը։ 1 օր նույնիսկ պահելը ավելի դաժան է։ Ես 6 ամիս եղել եմ մենախցում, իմ իրավունքները ամբողջությամբ ոտնահարվել են, ես իրենց դա զգուշացրել եմ, փաստաբան էի պահանջում չէին բերում, նույնիսկ ասել են, որ թույլ տան զանգահարեմ տուն, տնից ասեմ, որ փաստաբան ուղարկեն Եվրոպայի, չգիտեմ, Ռուսաստանից, նույնիսկ իրենց փաստաբանին, նշանակած փաստաբանն են պահանջել, չեն կանչել, Կարմիր խաչին թույլ են տվել իմ մոտ իմ բռնվելուց 3 ամիս հետո։ Իսկ ինչով էր պայմանավորված հատուկ ձեր հանդեպ նման վերաբերմունքը։ Իլհամ Ալիևը նեղացել էր ինձանից, հենց ինձ ուղիղ ասում էին, որ մեր շեֆը, մեր երկրի ղեկավարը, ասենք ցույց տալով, քեզանից նեղացել է, որովհետև Քելբաջարում տեսանյութ է սարել ու իրեն դա դուր չի եկել։
հենց դրանով պայմանավորված քեզ պետքա դատենք։ Ասում եմ, իսկ հենց դրա հիման վրա եք ինձ դատում, ասում եմ, չկգտնենք ինչի համար դատենք։ Այդպես բռնի ապօրինի շինցու դատավարություն ա եղել, որ այսքան տարի ինձի պահել են զուտ նրա համար, որ Իլհամ Ալիևը ինձանից նեղացել է։ Մի մարդ, ով կոչվում է Ադրբեջանի նախագահ։ Իսկ Ադրբեջանի էլիտայից գալիս էին ղեկավարությունից, բնականաբար արդեն հասկանալի է, որ Ալիևը ոչ, այլ ղեկավար կազմից գալիս էին գեյների հետ հանդիպելու ինչ։ Այո, գալիս էին որպեսզի լսեին ոնց են գոռում Փարք Իլհամ Ալիևին, Փարք Ադրբեջանին, ստիպում էին որ գոռայինք, Ղարաբաղ Ադրբեջան, շատ էին գալիս։ Այսինքն 2 ամիսը մեկ գալիս էին, նախարարությունից էին գալիս, ազգային անվտանգությունից էին գալիս, բերդ։ Բայց այդ ամեն ինչը թատերական էր։ Գալիս էին նկարում էին իբր սա ամեն ինչ նորմալ է մեր մոտ, բայց հոգեբանական շատ վատ վիճակում ենք մենք եղել բոլորս էլ, որովհետև մեզ միշտ ասում են, որ Հայաստանը ոչինչ է, ոնց ուզենք, ինչ ուզենք կանենք, մինչև ձեր ղեկավարությունը չհամաձայնի մեր պայմանների հետ ձեզ չենք ազատ արձակելու եւ այլն։ Մեզ փորձում էին, մեզ վաճառում էին մեր պետությանը։ Ու դա հոգեբանական շատ ծանր ազդեցություն է թողնում մարդու վրա։ Իսկ հիմա 2020 թվականից 2 հոգի մենք դեռ ունենք Ադրբեջանի բանտում, Լյուդվիգ Մկրտչյանը եւ Ալյոշա Խոսրովյանը 2020 թվականից ովքեր գերեվարված են, այսինքն պատերազմի ժամանակ զենքով այդ մարդկանց բռնել ու դատել են անօրինաբար։ Գերում իրավունք չունեն դատելու։ Գերում պետքա պատերազմից հետո կամ ընթացքում փոխեն։ Իսկ Իլհամ Ալիևի ռեժիմը գտել է որ պետքա դատի այդ մարդկանց, որովհետեւ իրենք տարիքով են ու իբր մասնակցել են առաջի պատերազմին։ Իսկ այնտեղ եթե ահազանգում էին առողջական խնդիրների մասին տղաները, ժամանակին այդ բժշկական բուժօգնություն, ինչ բուժօգնություն, այնտեղ բուժօգնություն չկա։ Չկա։ Եթե բուժօգնություն լիներ, Վագիվ Խաչատրյանը այդքան ծայրահեղ ծանր վիճակում չէր լինի այնտեղ։ Նաև տղաները ահազանգում են, որ սովորական հիգիենայի պայմաններից էին զրկված։ Տղաներ կային, որ 2 ամիս Իսկ Կարմիր խաչը որ եկավ, Կարմիր խաչը բերում էր մեզ հիգիենայի պարագաներ, հա։ Պարոն Սուջան, ձեր մասին բացասական առումով շատ լեգենդներ էին պտտվում, երբ դուք այնտեղ էիք, որ ձեզ չգիտեմ, դուք ինքնասպան եք եղել, որ դուք այլևս չկաք եւ նմանատիպ այլ շատ այսպես ֆիլմի ժանրերից սցենարներ էին ձեր մասին լսվում իրականում։ Ինչ ասեք, ես չեմ լսել իմ մասին, ինչ եկել եմ, ու շատ բաներ եմ լսել եմ, որ կինս նույնիսկ դիմել է օգնությամբ այն մարդկանց, ովքեր որ հիմա այնտեղ են, բայց այդ մարդիկ չեն ընդունել կնոջս, չեն խոսել, առհասարակ հրաժարվել են նույնիսկ խառնվել գերիների պատանդների հարցերին, բայց ես ուզում եմ ասեմ, որ ինձ դա չի հուզում ով ինչ է արել, ով ինչ է խոսել, ես ունեմ հայազգ, ում շատ եմ սիրում, ես սիրում եմ իմ ժողովրդին, բոլորը հայեր են իմ համար, ինձ նույնիսկ եթե չսիրեն իմ հայերն են, կարան չսիրեն, եթե իրավունք ունեն դրա պատճառներն ունեն, թող չսիրեն, ոչինչ։ Ես շատ ու շատ մարդկանց եմ հանդիպում փողոցում քայլելիս, իրոք եմ ասում իմ համար, որ հենց հիմա հիշում եմ ու հուզվում եմ, մարդիկ երբ ինձ տեսնում են դրսում, շատ դեպքեր են եղել, փաթաթվում, գրկախառնում ու լացում են, այդ իմ համար մեծ պատիվ է։ Ես մտածում եմ միթե այսքան ինչ-որ բան եմ արել, կարևոր, որ մարդիկ գնահատում են, էլի, գնահատել են իմ գործը, գնահատել են իմ նվիրվածությունը, իմ պետությանը, ու դա ինձ ավելի շատ է պարտադրում, պարտավորված եմ զգում ավելի շատ բան անելու իմ երկրից ու ժողովրդից համար, որովհետև այն ժողովուրդը, որ հիմա ինձ հարգում սիրում է, իրանք շատ մեծ են, շատ են։ Ու շատ քչերն են, որ ինչ-որ բան են ասում, ձեր շեշտած լեգենդները, որ պտտվում է, դա չարախոսներն են, ովքեր որ փորձում են կեղտոտ ջրում։ Ովքեր ինձ ընտանիքի համար անգամի կարևոր բան արած չկան, բայց խոսում են այն մարդկանց մասին, ովքեր անցել են դժոխքի միջով հանուն ըստ էության պետության, հանուն մեր Արցախի հայրենակիցների։
Պարոն Սուջան, եւ անդրադառնալով այդ լեգենդներին, ձեր վերադարձից հետո եւս այդ այսպես ասած ճակերտավոր լեգենդները շարունակվում են, նշում են, որ պատահական չէ, որ իշխանությունները հենց ձեզ բերեցին, որ դուք իշխանության մարդն եք, անգամ եղան հրապարակումներ, որ դուք գուցե հայտնվեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորի թեք այդ ցուցակում, հա, ազգային ժողովի ընտրությունների, ինչ կասեք այս մասով, ի վերջո դուք ում մարդն եք։ Իլոնա ջան, ինչ տեղի ունեցավ։ Այն ինչ խոսում էին իրականության հետ բնականաբար չառերեսվեցին։ Այո, ես ոչ նույնիսկ կուսակցական չեմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չեմ, կուսակցության մեջ չեմ։ Ես ուզում եմ ասեմ, որ 2018 թվականից այո, ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իր գաղափարախոսությանը։ Հիմա էլ որ ուղիղ ասեմ, Նիկոլ Փաշինյանը շատ ավելի մեծ գործեր արել մեր երկրի համար, քան որևէ մի քաղաքական գործիչ այս ամբողջ ընթացքում։ Ես տեսնում եմ բարեկարգ, չգիտեմ, փողոցներ, նույնիսկ մարզերում բարեկարգված փողոցներ, ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, որ երբեք ես տեսա չկայի։ Իմ դպրոցը Արտիկում, որ ես սովորել եմ, երկրորդ միջնակարգ դպրոցը քանդված վիճակում էր ու հիմա այդ դպրոցը հիմքից վերակառուցվում է նոր դպրոց։ Ու ես ուղղակի չեմ կարող չնկատեմ այդ ամեն լավը։ Ես չեմ կարող նկատեմ, որ մարդիկ հիմա այնքան ազատ են խոսում, որ կորցրել են կոռեկտության ու մարդկայնության իրենց, չգիտեմ, գաղափարային մարդ լինելու շնորհը։ Ու ինչ ասեք խոսում են, ազատ խոսում են, ու ոչ մեկ բռնության չի ենթարկվում։ Պարոն Սուջան, դուք երբ վերադարձաք ձեր առաջին տեսաուղերձում նշել էիք, որ մի օր անպայման առիթ կլինի պատմելու, թե ինչ մեծ ջանքեր է գործադրել Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որպեսզի դուք վերադառնաք։ Գուցե այսօր այդ առիթը օգտագործենք։ Այո, ես ասեմ, որ ի սկզբանե Իլհամ Ալիևը չի ուզեցել ինձ տալու։ Միշտ ասել եմ, որ ես չեմ տալու, ու ես հիմնավոր փաստերով իմացել եմ, որ մի քանի անգամ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևից ինձ խնդրել է։ Ինչի համար, որովհետև նախ ես եղել եմ քաղաքացիական, միակն եմ եղել այնտեղ քաղաքացիական բոլորի մեջ, որ դեռևս մնացել եմ այնտեղ ու դատապարտվել եմ 15 տարվա ազատազրկման ու ունեցել է վրեժ ինձանից Իլհամ Ալիևը։ Դրա համար փորձել է մեր երկրի ղեկավարը ինձ այնտեղից դուրս բերել ամեն գնով։ Ես չեմ ասում ամեն գնով, ես կարամ ափսոս, որ այդ նամակը ես չբերեցի իմ հետ, ես նամակում Կարմիր խաչի միջոցով որ տուն եմ ուղարկել, ես գրել եմ, որ կնոջս գրել եմ փոխանցիր հոպարին, այդ մեր գաղտնաբարն ա եղել, որ չիմանան ում մասնախոսքը, մեր վարչապետին է վերաբերում, որ իմ դիմաց ոչինչ չզիջի, ոչ մի բան չտա։ Ինչքան պետք է ես կմնամ, բայց ոչ մի զիջում չի լինելու, իրանք պետք է ինձ ազատ արձակեն, որովհետև անարտարացի են վարվել իմ հետ։ Այդ նամակը ես կհրապարակեմ։ Ես խոստանում եմ հիմա, որ այդ նամակը ես հրապարակելու եմ, ու մի անգամ չէ, մի քանի անգամ եմ ես գրել այդպիսի նամակ։ Այսինքն ես պատրաստ եմ եղել ինքնազոհության անուն նրա, որ իմ պետությունը հանկարծ ոչ մի բան չզիջի իմ համար։ Այդ մեկ, երկրորդը, ուրեմն նաև Ալեն Սիմոնյանը բոլոր տեղերում, բոլոր հարթակներում ամեն կերպ իմ հարցը առաջ քաշել, ներկայացրել է միջազգային հանրությանը, ղեկավարությանը, որ ես ուղղակի պատանդ եմ այնտեղ, որ իմ կյանքին միգուցե եւ վտանգ սպառնա, որովհետեւ տրամադրված են իմ դեմ իշխանությունները Ադրբեջանը։ Իսկ վտանգները անդադ ձեզ հետևում էին։ Իհարկե, եթե չլիներ Կարմիր խաչը, միգուցե ինչ ուզես անեին իմ հետ, որովհետև իմ բռնված սկզբի բռնված ժամանակահատվածում, որ ինձ ասում էին անդ կորացես, այդ ժամանակ ասում էին մենք սպասում ենք, որ քո մասին նկար չհրապարակվի, որ մեր զինվորները քեզ բռնել են։ Ու հրապարակվեց նկար, որ ինձ բռնել են։ Եթե չլիներ դա, ես շնորհակալ եմ այդ զինվորին, որ ինձ նկարել էր։ Եթե չլիներ, ես հիմա այստեղ մտած չէի լինի։ Ու մեր ղեկավարությունը ամեն ինչ արել է, որ ես վերադառնամ։ Ամեն ինչ անել է դիվանագիտորեն եմ ասում, որ բոլոր հարթակներում իմ մասին խոսվել է, բարձրաձայնվել է, պահանջել են ինձ, որովհետև ես եղել եմ այն մարդկանցից,
որ անօրինաբար, բոլորն են անօրինաբար դատվել, բայց ես քաղաքացի եմ եղել ու վրեժ խնդիր ուզեցել լինի Իլհամ Ալիևը։ Դրա համար էլ փորձել են ինձ այդտեղից անել։ Ու ես չեմ կարա այդքանը ուրանամ, ասեմ, որ չի եղել, չի օգնել, չի արել իմ կառավարությունից դուրս բերելու համար ոչինչ։ Պարոն Սուջան, ես գիտեմ, որ դուք նաև մի քանի ամիս անցկացրել եք բանտային պայմաններում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եք, հա, ձեր խուցը կիսել, ինչ զրույցներ եք ունեցել, ինչ էր պատմում։ Նախ ասեմ, որ Արայիկ Հարությունյանին Ղարաբաղում էլ Արցախ գնալուց մի քանի անգամ եղել է, որ մենք փորձել ենք իրար հանդիպել, բայց չի ստացվել։ Կյանքը տարավ հասցրեց մեզ այնտեղ Բաքվում ու մենք իրար տեսանք։ Շատ ուրախացել էր, որ ինձ տեսավ։ Բնականաբար ես էլ իմ համար շատ հաճելի էր իրան տեսնել, բայց ոչ այնտեղ։ Ինձ հաճելի չէր, որ ես իրան այնտեղ տեսա։ Մարդիկ շատ են, ես լսում եմ, որ քարկոծում իր անձը, բայց ուզում ասեմ, որ իր այնտեղ գտնվելը փրկել է 400 հոգու կյանք, որովհետև ցուցակով ես մեր Արցախի Հանրապետության որոշ քաղաքացիների հետ եմ խոսել, Արցախի քաղաքացիների, մեր հայրենակիցների հետ, ու այն ցուցակը, որ Ադրբեջանը հրապարակել էր, որ եթե չհանձնվեն Արայիկ, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյան, Արկադի Ղուկասյան եւ այլն իրանք չհանձնվեն, 400 հոգու տանելու են Ադրբեջան, ու այդ ցուցակի մեջ մարդիկ եղել են, ում հետ անձամբ ես վերադառնալուց հետո շփվել եմ ու իրանք տեսել են իրենց անունները այդ ցուցակում։ Ու ասում են մենք շնորհակալ ենք, որ այդքան տաղամարդկություն ունեցան մեր քաղաքական ղեկավարները Արցախի, գնացին հանձնվեցին, հանուն մեզ, որ այդ 400 հոգին չգնա այնտեղ։ Իսկ կան հայտնի մարդիկ այդ ցուցակում։ Այդ 400 հոգին հետ է եկել, Հայաստան է վերադարձել։ Չէ, ում որ պահանջում էին ըստ էության ադրբեջանցիները, իրենք ցուցակում եղել են, որ իրենց տանելու են Բաքու, բռնելու են։ Ու այդ մարդկանց հետ, որոշների հետ ես անձամբ խոսել եմ։ Նկատի ունեմ, պարոն Սուջան, այդ 400 հոգանոց ցուցակում կան արցախյան էլիտայի մաս կազմող հայտնի անձինք, որոնց ըստ էության փրկելով զոհաբերվեցին արցախյան ղեկավարները։ Էլիտայի մասին չեմ կարող ասեմ, որովհետև ես ցուցակը չեմ տեսել, բայց այն մարդիկ, ովքեր որ ես հանդիպել եմ, ոնց որ ոչ թե հենց առանձնահատուկ կերպով, որ իմացել եմ ինքը ցուցակում, այլ պատահական կերպով եմ խոսել, ու ինքը ասել է, որ այդ ցուցակի մեջ ինքը իր անունը տեսել է։ Ես այդպես եմ տեսել, բայց էլիտայի մասին չեմ կարող ասեմ ովքեր են եղել, ովքեր չեն եղել, այն որ պետք է իրանք հանձնվեին այդ 400-ի դիմաց, Արայիկ Հարությունյանն ինձ ասեց, ու ես էլ այստեղ եկել ճշտել եմ այդ ցուցակների հարցը, ու այդ իրականությանը համապատասխանում է։ Ինչ զրույցներ եք ունենում դուք հիմնականում։ Խոսում ենք առօրյայից, որ ասում էր չէի պատկերացնում, որ այսքան դաժան է, ոնց է այսքան ժամանակ դիմացել, հալալա քեզ, ասում որ նույնիսկ ինքը ոնց որ մեր Նիկոլ Փաշինյանը ասել է, որ իմ մասով հարցում անեմ, որ ինձ հետ բերեն, ասացին, որ ում ուզում եք գտանք բացի Գևորգ Սուջանից։ Ասում ես մտածում էի, որ անկրս քո հետ մի վատ բան չլիներ էլի։ Դեկտեմբերի 13-ին, որ մեր 32 գերիները հետ վերադարձան, ասում մտածում էի, որ դու իրանց մեջ ես, բայց որ սենց պատահական հանդիպեցինք, ասում ուրախ եմ, որ տեսա քեզ, բայց ուրախ չեմ, որ ստեղ տեսա, էլի։ Իմ տպավորությունը ես չեմ կարող իր մասին վատ բան ասեմ։ Իսկ նրա հանդեպ հատուկ վերաբերմունք կար նրա եւ մյուսների առհասարակ։ Չէ, բոլորին միատեսակ են վերաբերվել, վերաբերմունքի պահով Արայիկ Հարությունյանի ներկայացրած վերաբերմունքը նորմալ են վերաբերվել, ինչ որ բռնություն չի եղել, զուտ Արայիկ Հարությունյանի խոսքերն եմ ասում, բռնություն չի եղել, փաստաբաններ ուներ Արայիկ Հարությունյանը, որ այցելում էին ամեն շաբաթ։ Այդպես։ Իսկ մյուս նախագահներին առիթ եղել է հանդիպելու։ Ոչ մեկ էլ չեմ տեսել Արայիկ Հարությունյանն եմ տեսել։ Իսկ Արայիկ Հարությունյանը հավատում էր, որ կվերադառնա, թե այլևս հույս չուներ, որ ինքը մի օր կվերադառնա։ Ես հավատում եմ, որ բոլորն էլ վերադառնալու են, ես վստահ եմ դրան, որովհետև
մենք ամեն ինչ անելու ենք, մեր կառավարությունը նախ քայլեր ձեռնարկում է դա պահով, որ չեն խոսում, միգուցե ես չեմ կարող ասեմ ինչի համար չեն խոսում, չեն շահարկում շատ այդ հարցը, բայց շահարկողներն էլ, ովքեր որ շահարկել են, իրենք ոչ մի բան չեն արել, իրենք շահարկել են զուտ քաղաքական դիվիդենդ հավաքելու համար։ Ես այդ մասին խոսել եմ ու այս վերջում որ հայտարարություններ տարածվեց իբր 11 մեր գերեվարվածներից հետ են վերադառնալու, ես չգիտեմ որտեղից այդ տեղեկությունը, բայց ամենայն դեպս եթե ճիշտ լիներ այդ տեղեկությունը կամ եթե այդպիսի բան կա, չպետք է շահարկեին ու ասեին Իլհամ Ալիևը նվեր անում Նիկոլ Փաշինյանի համար է 11-ին։ Իրոք այդ տղերքի վերադարձը ուզում էին իրենք կլռեին, ինչով այդ տղերքը հետ կգային, հետո նոր իրենց քաղաքական այդ թողբոյի բաները կանեին։ Ես մտածում եմ, որ իրենք անլուրջ են վերաբերում իրենց բոլոր հայտարարություններին գերիների պահով։ Վտանգում նաև նրանց։ Վտանգում են իհարկե։ Իսկ ինչ մնում է իմ բոլոր գործողություններին ու հայտարարություններին գերիների հետ կապված մեր, ես գերիների եւ պատանդների Ես կարամ ասեմ, որ ես գիտեմ ինչի համար եմ անում, ինչ եմ անում, նաև քայլեր են ձեռնարկվում մեր Ամերիկայի իրավաբանների խորհրդի անդամների հետ եմ հանդիպել խոսել, եկել էին Հայաստան, հայցեր են ուղարկել, որ պետք է չեմ ուզում շատ մանրամասն ճակերտներ բացեմ, հանդեմ Ադրբեջանի, նաև Եվրոդատարանում իմ հարցը քննարկվում ու ուզում եմ ասեմ մարդիկ եղել են, որ դուք էլ նկատած կլինեք, որ գրում էին կոմենտարյանների տակ փակեջերից, fake էջերից, վերբով կա եղած, չգիտեմ, եւ այլն, ուզում եմ ասեմ, որ եթե ես վերբով կա եմ եղած ինչ որ մեկը գիտի ու չի հայտնում ազգային անվտանգության ծառայություն, ուրեմն իմ հետ ինքը նույնպես վերբով կա եղած ու կիսում է իմ, այսինքն նույն հանցանքը կիսում է իմ հետ։ Հետ մեկ երկրորդն էլ վերբով կա եղած Գևորգ Սուջանը այսօր բոլոր հարթակներում աշխարհում ինչքան տեղ կա Ադրբեջանին դատի է տալիս, որպեսզի Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պատասխանատու լինի իրենց կատարած հանցագործությունների համար։ Եվ ավելին դուք այն եզակիստեության պատանդարվածներից եք, ով վերադարձել է եւ պայքարում է, այսօր շատերը ձեր տեղը եթե լինեին, գուցե այդ մասին այլևս չխոսեին, բայց դուք պայքարում եք, որպեսզի նաեւ մեր մյուս հայրենակիցները վերադառնան հայրենիք, ինչը շատ ողջունելի է եւ միայն գովասանքի արժանի։ Պարոն Սուջան, նաև կուզենամ կարճ անդրադառնանք ձեր վերադարձի հետ կապված։ Ինչպես իմացաք, որ արդեն ձեզ վերադարձնում են հայրենիք, այդ օրվա մասին մի փոքր անդրադարձանենք։ Այդ օրը առավոտ 5-ն էր։ Մենք Դավիթ այդ գիշերը 3-ին պարկեցինք քնելու։ Ու առավոտ 5-ին ոնց որ զգացողություն ունենայի, որ մի բան լինելու է, ներքին զգացողություն։ Ոնց որ բռնվելուց ինձ որ բռնեցին այդ ժամանակ ունեի զգացողությունը, որ մի բան կատարվելու է, վատ բան է կատարվելու։ Ուրեմն այդ ազատ արձակման օրն էլ այդ զգացողությունը եղավ, որ ոնց որ ազատ են ինձ արձակելու։ Ու ասեմ, որ ես 3 անգամ այնտեղ երազ եմ տեսել Մաթեոսը, ես չէի ճանաչում Մաթեոսը։ Ուղղակի այդ ով որ երազներից գալիս էր ինքը ասաց որ Մաթեոս է իր անունը մի քանի անգամ 3 անգամ ինձ բաներ ասել ավելի ճիշտ 2 անգամ ու ասաց կհելնես կտեսնես որ դա լինելու է որ ես իրական եմ ու եղավ 2 անգամ նույնիսկ մեր 62-ը որ գերեվարվել էին իրենց հետ ես 8-ի հետ նստել էի մի խցում իրենց պատմեցի իրենք զարմացել էին ապշել են թե ոնց ասածս մի քանի օր հետո եղավ Ուրեմն Մաթեոս ինձ մի 2 անգամ ասաց ինչա լինելու ու եղավ, այս երրորդ անգամ էլ ասաց որ շուտով ասաց ես դուրդ բացել եմ շուտով տուն ես գնալու։ Շնորհակալություն։ Ու հետո մի բան էլ ասել, տեսնեմ դա լինելու է, թե չէ մի քանի տարի կա դրան հասնելու համար։ Հետո կասեմ որ լինի։ Ուրեմն զգացողություն առաջացավ մոտս որ դուրս եմ գալու ես այդտեղից։ Առավոտ ժամը 5-ին դուրը բացեցին հունվարի 14-ին ասացին հավաքեք վեշերը դուրս եկեք։ Դե քանի որ ինձ 5 տարի էր տրված խիստ ռեժիմ, մտածեցի միգուցե տանում են ընդհանուր ռեժիմ, ասում եմ, եթե գնում ենք ուրիշ բերդ,
ասեք, որ ամբողջ ինչ ունենք, մեր իրերը վերցնենք, էլի։ Հա, եթե տուն ենք գնում, ուրեմն ոչ ոք պետք չի, մենակ մեր շոուերը կփոխվենք ու չէ, ամեն ինչ վերցրեք, ամեն ինչ վերցրեք։ Հա, վերցրեցինք։ Եկանք, բերեցին շտաբ։ Շտաբում ազգային անվտանգության ծառայությունից մեկը կար, որ ինձ 15 օր առաջ, 20 օր առաջ եկի ասել էր, որ տուն ես գնալու, որովհետև ես այնտեղ վերջի 3-4 ամիսը որ ոնց ասած ժողովրդավար ասած կատաստրոֆա է սարքում, անօրինաբար դատել եք, դուք ապօրինի հանցագործ մարդիկ եք եւ այլն, բոլորին ով գալիս էր, ոչ մեկը էլ չի թողում մտնեն խուց, տուն զանգելուց էլ հրաժարվեցի եւ այլն։ Ուրեմն եկավ ասես, որ տուն ես գնալու, չնայած չէի հավատում, ամենայն դեպս եկավ ասեց, հիշում ես, որ ասեցի տուն ես գնալու։ Տուն ես հետում հենց հիմա, ասի չեմ հավատում։ Հեսա կտեսնես, ասես, մի 2 ժամից կտեսնես, որ տան ճանապարհին ես, հա, գնալու եք Լաչին, այնտեղ են փոխելու։ Հա։ Ուրեմն Դավիթին ասում եմ, հավատում ես, ասում եմ, հա։ Հա, բայց վեշերը ասում եմ, ինչի համար ենք վերցնում, էլի, ասում են նախորդները, որ տուն են գնացել, ոչ մի բան չեն տարեհետները, ասում եմ բողոքել են, որ իրենք վեշեր ունեն այնտեղ թողած, որ թույլ չենք տվել, հիմա դուք տարեք, որ այդտեղ չասեն էլ։ Բայց ասեմ, ուզում եմ շեշտեմ, որ վերջի 2 տարին, որ մենք նստել ենք, լավ էր վերաբերմունքը ու լավ մարդիկ կային։ Որ մարդիկ կային, բացում էին ուղղակի դրա վրա, բան կար, լուք կար, բացում էին, ասում էին պատուհաններ էլի փոքր, ասում էին լավա լինելու տուն եք գնալու մի նեղվեք եւ այլն։ Ադրբեջանցիներ։ Հա, հենց ասում են, գիտենք, որ բան չունեք արած, էլի։ Մեկը հաշտությունա լինելու, ինչ էլ լինի տուն եք գնալու, էլի։ Մի մտածեք, մի նեղվեք, էս էլ է կյանք, լավ մարդիկ կային, չեմ կարող ասեմ վատ։ Ու հիմա կներեք հավելեմ մի բան, Ադրբեջանի դեմ իմ բոլոր ծավալած գործողությունները իրավական առումով լինելու է պայքարս այնքան ժամանակ, քանի դեռ մեր մինչև վերջի մարտը գերին այնտեղից չի եկել, երբ Իլհամ Ալիևը որոշեց, որ իրոք հաշտության է ուզում գնա ու մեր տղաներին ազատ թողեց, ես խոստանում եմ, որ իմ բոլոր գործողությունները, որը ես հիմա ձեռնարկում եմ, հետ եմ վերցնելու հանուն մեր տղաների ու հանուն այն գործի, որ իրոք, եթե պետքա լինի հաշտություն, լինի դա իրոք երկկողմանի հաշտություն։ Քանի դեռ տղաները այնտեղ են, ես համարում եմ, որ ես այնտեղ եմ ու ես պայքարում եմ։ Այսինքն պատերազմի մեջ են այդ տղաները հիմա, պատերազմի հետևանքով ընկել են ու մինչև այսօր պատերազմի մեջ են իրանք։ Այո։ Եթե հաշտության են գնալու, ուրեմն թող իրապես գնան, ապացուցեմ, որ վրեժ չեն լուծում մեզանից, որպեսզի մենք այլ կերպ նայենք։ Ես Ադրբեջանի ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեմ, ինչա, ոնց է։ Ես կապ ունեմ ուղիղ կառավարության հետ, քաղաքական ղեկավարության հետ։ Իմ խնդիրը իրանց հետ է։ Սկզբից այն ժամանակ էլ եմ ասում, հիմա էլ եմ ասում։ Իսկ Ալիևին այնտեղ սիրում են։ Շատերը չեն սիրում։ Նույնիսկ ես ասեմ, ինձ որ բռնել էին, նոր էին բռնել, մարդիկ կային, որ հենց այդ ասում էին դու Իլհամ Ալիևին նեղացրել ես, բան ես ասել։ Ասում էի, տենց սիրում եք Սաղաթ, սենց էին անում, մարդը կար գալի ասում էր, այսպես տղա ես, ասալը տեսնեմ ոնց է իր ասում, մի հատ էլ ասա էլի, լուրջ եմ ասում, երթվում եմ, մարդիկ կային գալի ասում էին ասա, մի հատ էլ ասա լսենք էլի ոնց է իր ասում։ Իրանից վախենում են, բայց իրան ատում են, իրոք եմ ասում, իրան չեն սիրում։ Իրանից վախենում են։ Պարոն Սուջան, ինչ բերեցիք ձեզ հետ Հայաստան-ադրբեջանական խցից։ Ոչ մի բան, հենց անցել եմ Լաչինի այդ հակարի կամուրջը, ինչ որ հետս բերել էի, չէի ուզում բերեի, ասեցին տար։ Հենց այնտեղ գցել եմ աղբանոցը, հակի շորերն էլ տուն են վերադարձել, փոխվել եմ միանգամից գցել եմ աղբանոցը, որ ոչ մի բան չլինի այնտեղից։ Ինչի, որովհետև այդ ամեն ինձ հիշեցնելու էր այդ տարիները, որ անտեղի ես կորցրեցի Իլհամ Ալիևի քմահաճույքի պատճառով։ Ու Իլհամ Ալիևի քմահաճույքի պատճառով հիմա մեր հայրենակիցները այնտեղ են։
Եվ ամփոփելով մեր զրույցը այսօր բացի այդ իրավական գործընթացներից, որոնք որ ծավալել եք հանուն Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցների, հանուն ի վերջո ձեր խախտված իրավունքների վերացման, ինչով եք զբաղվում այսօր եւ արդյոք հավատում եք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կլինի իրապես խաղաղություն։ Այն խաղաղությունը, որի մասին բնականաբար ցանկացած գիտակից մարդ ուզում է, որ խաղաղություն լինի, բայց արդյոք կլինի։ Դուք ինքներդ ձեր մաշկի վրա եք զգացել ադրբեջանական, այսպես ասած, մահակը, եւ այդ ամենը հաշվի առնելով այսօր հավատում եք իրական խաղաղությանը։ Իրական խաղաղություն կլինի այն դեպքում, երբ Իլհամ Ալիևը չլինի ել երկրի ղեկավար։ Քանի կա Իլհամ Ալիևը, ինքը ես շեշտեցի, ինքը շատ նացիստ է, ինքը սիրում է պամպագորգոր հոխորտանքներ, խաղաղությունը բոլորիս է պետք։ Խաղաղությունը պետք է, որովհետև ես դեմ եմ ցանկացած տեսակի բռնության, մահվան, ես տեսել եմ այդ ամենը իմ աչքերով ամբողջ պատերազմի ընթացքում մահացած երիտասարդ տղաներ, կորզված կյանքեր։ Ես չեմ ուզում պատերազմ լինի։ Ես ուզում եմ հաշտություն լինի, ու այդ հաշտությունը լինի իրական։ Այսինքն այսօրվա Ադրբեջանի քաղաքական ղեկավարության աշխատանքները իմ մոտ կասկած են առաջացնում, որ իրենց միտումները հենց իրականն են։ Ես կասկածում եմ շատ խիստ։ Համենայն դեպս մենք միտված ենք խաղաղության, մեր կառավարությունը միտված է խաղաղության, իրենց ժողովուրդն էլ է ուզում։ Ուղղակի ես շատ լավ եմ, որ ես գիտեմ, թե ոնց է այնտեղ տեղի ունենում քաղաքական գործընթացը։ Այնտեղ բոլոր իրենց բլոգերները, բոլոր լրատվական դաշտը ամբողջությամբ կառավարվում է մեկ մարդու կողմից։ Իլհամ Ալիևի իրանց կառավարության կողմից։ Ու ոչ մեկ չկա այտենց մի հատ ադրբեջանցի, որ կարողանա այնտեղ գտնվող ադրբեջանցի կարողանա հանկարծ մի չնչին 1% հակասի Իլհամ Ալիևի գաղափարախոսությանը։ Չկա այտենց մեկը։ Ովքեր էլ կան, բանտերում են։ Բանտերում։ Էլի եմ ասում, Իլհամ Ալիևը կարա ինձ մի փոքր համոզել, ինձ մի փոքր, չի ինքը պարտավոր է ինձ համոզելու, ուղղակի իմ մեջ մի փոքր համոզմունք կլինի, եթե մեր բոլոր հայրենակիցներին ազատ թողա։ Եվ ձեր գործունեության մասին ներկայիս։ Իմ գործունեության մասին մենք հիմա ընտանեկան բիզնեսով ենք զբաղվում, Փառք Աստծո լավ է մեր գործերը, կամաց ավելի է լավանում, ինչ էլ անենք, անել ենք մեր պետության համար։ Ես չեմ ուզում իմ երկրից գնամ, իդեպ մեր գործը այնքան մենք լավ ենք կատարում, որ դրսից շատ մեծ պահանջարկ ունենք ու հիմա փորձում եմ իրացնել նաև Եվրոպա, այո, Ամերիկա, շատ պահանջարկ կա, Ռուսաստան, այնպես որ կապրենք կտեսնենք։ Ինձ թվում է, որ քանի դեռ մարդ ապրում է, ինքը պայքարում է, ու քանի դեռ պայքարում է, ինքը պետք է միայն առաջընթացի մասին մտածի։ Շնորհակալ եմ, պարոն Սուջան, շնորհակալ եմ այսքան բաց, անկեղծ զրույցի համար։ Իսկ ձեր գործային մաղթում եմ հաջողություն, իսկ ձեր հայրենանվեր իրավական գործընթացներին միանշանակ հաջողություն եւ պատրաստակամություն հայտնում, եթե այդ ճանապարհին լրատվության հետ կապված որևէ խնդիր առաջանա, մշտապես ձեր կողքին եմ։ Շնորհակալ եմ։